Ես ասել եմ, որ հետո մենք շնորհակալություն ենք հայտնելու մեր ճակատագրին, որ Նիկոլի նման պատոհաս է եղել, որ ստիպել է մեզ բուն իսկական, այսպես ասած, փորձանքներից առաջ մաքրվել, որովհետև երբ որ դու հոգեպես մաքրվես, քեզ ոչ մի բան չի սպառնա, այսինքն չես վախենալու այն բոլոր սպառնալիքներից, որոնք քեզ վախացնելու են։ Ամենամեծ բանը վախն է։ Եթե մենք վախից ազատագրվեցինք, մենք դառնում ենք ազատ ժողովուրդ։ Մեր մեջ վախն է նստած հիմա։ Այն ցուցադրական պատերազմը, որ եղավ 44 օրյա, նորից վախը բերեցին, լցրեցին ամբողջ ժողովրդի մեջ, վախ, հասկանում եք, որովհետև այդ պատկերները, որը վերևից խփում են ու դու չգիտես ում դեմ ես պայքարում եւ ոնց պայքարես, մարդուն զինաթափելու, կատվածահար անելու իր կամքը համար էր։ Եվ հիմա էլ փորձում են այդ քաղաքականության որպես շարունակություն կլանել երկիրը ներսից, այսինքն ստիպելով թշնամու ապրանքը սպառել, հա, դրանով ուրեմն կատվածահար են անում քո արժանապատվությունը, ստիպում են, որ դու քեզ չհարգես, հասկանում ես, այս բոլորը մտածված հոգեբանական պատերազմի շարունակություն է։ Դրա համար շատ կարևոր է հասկանալ, որ այո, միջազգային իրավիճակը այնպիսի վիճակ է ստեղծել մեր տարածաշրջանում, որ թույլ չտվեցին ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիներին, որ ռազմական գործողություն կատարեն, որտեղ շահերի հակասություն կա, ոչ թե որ մեզ շատ են սիրում, այլ որտեղ շահերի հակասություն կա, ես բացատրեցի այդ շահերի հակասությունը մեր տարածաշրջանում, թույլ չտվեցին, որ իրանք ռազմական միջոցներով անեն։ Հիմա իրանք փորձում են դա անել խաղաղ ճանապարհով, այսպես ասած, ներսից քանդելով մեր հոգեբանական, այսպես արժեքային համակարգը։